Արամ Մելիքյանի դուստրը բլոգեր դերասանուհի Էլիզ Մելիքյանն իր ինստագրամյան էջում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա շարունակում է հարցուպատասխանները, այս անգամ հետևորդներից շատերը Էլիզին հարցրել են. Եթե ժամանակը հետ տայիք, ինչը կփոխեիք ձեր կյանքում։ Այս հարցին նա պատասխանել է հոլովակի տեսքով, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Իրականում չգիտեմ ինչի հետ է կապված, որ այս հարցը շատ է, բայց ես չեմ հասկանում այս հարցի իմաստը։ Ես կարծում եմ ոչինչ չէի փոխի, որովհետև թե բացասական, թե դրական բաները այն ինչ որ եղել է մեր կյանքում, դրանք մեզ ավելի կայացնում են ու կանգնացնում են մեր ոտքերի վրա ամուր։ Կարծում եմ ոչ մի բան չէի փոխի։ Եկեք էլ սենց հարցեր մի տվեք, հետաքրքիր հարցեր տվեք, որ պատասխանեմ։ Սենց ավելի առօրեական հարցեր։ Ովքեր ինձ վաղուց են հետևում, կհիշեն, որ ես աշխատում էի իմ մասնագիտությամբ որոշ ժամանակ, շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, ովքեր չգիտեն, նոր հետևորդներս վստահաբար չգիտեն, որ ես մասնագիտությամբ բուժ կոսմետոլոգ եմ, այո, որոշ ժամանակ աշխատել եմ, շատ սիրում եմ ու էլի կաշխատեի։ Այդքան է երևի։ Նշենք, որ Էլիզ Մելիքյանն ու իր նախկին սիրելին միասին մասնակցել էին Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Life Room հաղորդաշարին։ Նրանք եղել էին սեր շարքին հյուր։ Զրույցի ընթացքում ոչ միայն բաց խոսել էին իրենց հարաբերությունների մասին, այլ նաև քննարկել մի շարք այլ թեմաներ։ Էկրանից այս կողմ թվում էր, թե նրանց հարաբերություններն այնքան ներդաշնակ են, սակայն հարցազրույցից շատ չանցած զույգը բաժանվեց։ Star News-ը սիրով ներկայացնում է նրանց անկեղծ զրույցը։ Հաղորդման սկզբում Էլիզան խոսեց իր և Հարութի սիրուց։ Հարութն իմ կյանքում շատ բան փոխեց։ Մեր մոտ ամեն ինչ հանկարծակի եղավ։ Ի սկզբանե երկուսս էլ չենք պատկերացրել մեր հարաբերությունները, բայց սիրուն ընթացավ։ Հարութն ամեն ինչ ճիշտ էր մտածել և կարողացավ իմ սիրտը գրավել։ Դա իմ համար տպավորիչ է եղել։ Այս մասին խոսեց նաև Հարութը։ Սերը իմ համար ամենօրյա աշխատանք է։ Ամեն օր դու պետք է քո վրա աշխատես, երկուսով աշխատեք։ Ես իրեն տեսնելուց հասկացել եմ, որ ինքն է։ Նա իմ կյանքում այն մարդն է, ով բոլորից տարբերվել է և հենց դա է պատճառը, որ նրան եմ ընտրել։ Հիմա երբ Էլիզան հետհայացք է անում, արդյոք էլի կընտրեր բլոգինգը, թե ոչ։ Ինձ թվում է, որ սա իմն է, որովհետև ես սրա մեջ ինձ շատ լավ եմ զգում։ Երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ բլոգինգով և բոլորը կճանաչեն ինձ։ Միշտ չեմ հասկացել, որ իմ հետ նկարվում են, բայց այս վերջին շրջանում սկսել եմ հասկանալ։ Հիմա դուրս գալիս է, շատ եմ սիրում։ Էլիզան 9 տարեկան էր, երբ մայրը մահացավ ու քրոջ 5-ամյա Ստելլայի հետ սկսեցին ապրել երեխաների աջակցման կենտրոնում։ Տարիներ անց 16 և 12 տարեկան աղջիկներին որդեգրեց շոումեն Արամ Մելիքյանը, նրանց կյանքը գլխիվայր շրջելով։ Ընտանիքը սկսեց բլոգ վարել։ Այս ոլորտը շատ հետաքրքրեց Էլիզային և նա սկսեց նաև իր անհատական բլոգը։ Ամիսներ առաջ Էլիզան հանդիպեց իր սիրուն՝ Հարութին։ Հաղորդման սկզբում Էլիզան խոսեց իր և Հարութի սիրուց։ Հարութն իմ կյանքում շատ բան փոխեց։ Մեր մոտ ամեն ինչ հանկարծակի եղավ։ Ի սկզբանե երկուսս էլ չենք պատկերացրել մեր հարաբերությունները, բայց սիրուն ընթացավ։ Հարութն ամեն ինչ ճիշտ էր մտածել և կարողացավ իմ սիրտը գրավել։ Դա իմ համար տպավորիչ է եղել։ Այս մասին խոսեց նաև Հարութը։ Սերը իմ համար ամենօրյա աշխատանք է։ Ամեն օր դու պետք է քո վրա աշխատես, երկուսով աշխատեք։ Ես իրեն տեսնելուց հասկացել եմ, որ ինքն է։ Նա իմ կյանքում այն մարդն է, ով բոլորից տարբերվել է և հենց դա է պատճառը, որ նրան եմ ընտրել։ Նա օրերս Թորի բաժնում նոր հրապարակում էր արել լուսանկար, որը նվագակցում էր Բրյունետի հայտնի երգը «Քեզ հոգ տանողը դու ես, չկա տանող մեր ճանապարհը դեպի տուն»։ Էլիզը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Երբեմն նաև հետևորդների հետ հարց ու պատասխանների միջոցով անկեղծ զրույց է ունենում։ Հիշեցնենք նաև, որ նա նոր սիրելի ունենալու մասին հայտնելուց հետո առաջին անգամ կիսվել է լուսանկարով։ Սակայն նկարում չի երևում ընտրյալի դեմքը։ Հետևորդներից մեկի հարցին, թե ինչն եք կարևորում հարաբերությունների մեջ լուսանկարին կից, Էլիզը պատասխանել է. Հարաբերություններում կարևորում եմ անկեղծությունը, իրար հանդեպ հարգանքը և վստահությունը, այն հիմքը, որի վրա ամեն ինչ աճում ու զարգանում է։ Նշենք նաև, որ
Նա օրերս իր Instagram-ի story բաժնում կիսվել էր գեղեցիկ ծաղկեփնջի և թանկարժեք նվերների լուսանկարով։ Լուսանկարն իհարկե հետևորդների շրջանում հետաքրքրություն էր առաջացրել։ Շատերն անգամ փորձում էին պարզել, թե ում կողմից է անակնկալը։ Իսկ այսօր արդեն Էլիզը կազմակերպել էր փոքրիկ հարցուպատասխան։ Նա անկեղծորեն պատասխանել էր հետևորդների ամենատարբեր հարցերին։ Star News-ը ներկայացնում է ամենահետաքրքիր հարցերից մի քանիսը։ Հարցերից մեկն այսպիսինն էր. որքան ժամանակ է ապրում եք առանձին։ Արդեն 7-ից 8 ամիս, պատասխանել էր Էլիզը։ Տիկոին կարոտել եք հարցին, Էլիզը կիսվել էր փոքրիկի լուսանկարով, ինչը կարծես թե համաձայնության նշան է։ Ձեր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 24։ Ձեր սիրելի գույները հարցի պատասխանը եղավ ծովափի լուսանկարը։ Էս գույների համար եմ խենթանում, լուսանկարին կից գրել էր Էլիզը։ Շատ եք սիրում ծաղիկներ։ Անսահման շատ եմ սիրում։ Ինչն եք գնահատում մարդկանց մեջ։ Բարի սիրտ, անկեղծություն ու դժվարություններից չվախեցող մարդկանց։ Հետևորդներից մեկը հարցրել էր. վթարներից հետո լավ եք։ Փառք Աստծո, այո, լավ եմ, բայց արդեն սկսել եմ ավելի ուշադիր լինել իմ անվտանգ երթևեկությանը։ Եվ հիմա օգտվում եմ ապահով տաքսի սերվիսից։ Իսկ հարմարվե՞լ եք միայնակ ապրելուն։ Կարելի է ասել այո, բայց դժվարությունները շատ են, եթե ցանկանաք կկիսվեմ։ Ոնց ես մեր կորած Էլիզ։ Կորածի հետ համաձայն եմ։ Ես էս վիրուսներից եմ վարակվել, բայց քիչ-քիչ վերականգնվում եմ։ Նա նոր լուսանկար է հրապարակել և հրապարակմանակից գրել. Վերջին շրջանի լռության ու փոթորիկների մեջ գիտակցեցի ամենակարևորը՝ ես մենակ չեմ։ Աստված միշտ կողքիս է եղել, նույնիսկ էն պահին, երբ ես չէի հասկանում ինչ է կատարվում։ Հաղթահարել եմ, ու հիմա հասկանում եմ, որ ուժեղ եմ, քան կարծում էի։ Եթե ուզեք, կկիսվեմ փորձություններով, որովհետև դրանց մեջ պատմություն կա, որը կարող է ոգևորել մեկին ևս։